Ողջույն, 168-ի եթերում կրկին ռանդևուն է։ Այս երեկո զրուցակիցս մարդ է, ով ունի մի քանի մասնագիտություններ, բայց նրան հաճախ հիշում են որպես Արմինե Գրիգորյանի եղբայր։ Հյուրս Սամվել Գրիգորյանն է, բարի երեկո Սամվել։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ հենց իմ տաղավարում ես։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Ծիծաղեցիր, երբ ներկայացնում էի, բայց ցավոք դա դեռ պահպանվել է։ Դա էլ է, չէ՞, մասնագիտությունը Արմինե Գրիգորյանի եղբայր, հա։ Արմինե Գրիգորյանի եղբայր, Սամվել Գրիգորյանի դուստր, նեղացնող է, թե Բացարձակ, եթե խոսքը հարազատի մասին է, նույնիսկ ինչ որտեղ հպարտացնող, հա, հատկապես Արմինեի պարագայում։ Արմինեի պարագայում Արմինեի վաստակը ներդրումը անուրանալի է, լավ բարեկամը, բայց եկավ շրջան, երբ Արմինեն շատ ավելի пассив դիրքերում էր, ի տարբերություն քեզ, բայց շարունակաբար քեզ հիշում էին որպես Արմինեի եղբայր, այդ ո՞նց։ Հիշողները այդպես են մտածում, գուցե, ինչ ասեմ։ Սամվել, մեր օրերում թե բեմում, թե հեռուստաէկրանին, թե ռեստորանային համալիրներում տեսնում ենք մարդիկ, ովքեր չունենալով մասնագիտական կրթություն, չունենալով փորձ, հաճախ չունենալով նաև մտածելակերպ, շարունակում են իրենց գործունեությունը։ Բայց դրանց կողքին շարունակում է մնալ Սամվել Գրիգորյան անունը այն հզոր մրցակցության մեջ, որ արկա է շուկայում։ Ինչով է դա պայմանավորված։ Ինքս կողմնակից եմ, եթե ռեստորանի մասին խոսքը ռեստորանում ազատ են եւ յուրաքանչյուր ոք կարող է մասնակցի ինչ որ կազմակերպչական աշխատանքներին կամ բարելուն եւ այլն, բեմարտակը մի փոքր ինձ ցավեցնում է, երբ որ ոչ պրոֆեսիոնալը բեմարտակում է լինում, դա լավ չի։ Բայց ռեստորան ազատ բայր է, որտեղ ցանկացած ոք կարող է, հա, ինչ որ որպես հաղորդավար ներկայանալ, հայտ ներկայացնել ու աշխատել, իսկ ինչու ոչ։ Թող շատ լինեն, ամեն մեկը իր տեսակը կարողանում է ընտրի։ Դու կոնկրետ ասած ջան, քո միջոցառման համար կհրավիրես պրոֆեսիոնալ թե բնականաբար պրոֆեսիոնալի։ Դու այդ տեսակ մոտեցում ունես, այդ տեսակը քո նախընտրությունը։ Մարդկա մտածում ասում դե լավ դե հիմա ինչ է դա։ Թող այդպես էլ։ Ես նայում եմ այսպես։ Բոլորն էլ պետք է աշխատեն։ Ամեն մեկ իր տեսակը ունի, չէ, իր ձևը ունի, իր տեղը ունի, իր վայրը ունի։ Թող նա էլ աշխատի, ինչ կլինի։ Շատ հաճախ մեր հասարակությունը մարդը, ով այդքան էլ պրոֆեսիոնալ ընտրություն կատարելու կարողությամբ օժտված չի կարողանում տարբերակել, թե ում հրավիրել։ Ու դրա համար շուկան մեծանում է։ Խնդիրը արտիստի մեջ չի, այդ դեպքում խնդիրը իր մեջ է, որ ինքը չի կարողանում տարբերակել ընդհանրապես։ Իրեն միևնույն է, օքեյ, թող լինի։ Okay, հիմա այդ ամբողջի մեջ Սամվել Գրիգորյանը տարիներ շարունակ, արդեն տասնամյակներ շարունակ պահպանում է իր առաջատար դիրքը։ Այդ ինչով է պայմանավորված։ Չգիտեմ, այդ արդեն ես չեմ կարող բացատրել, բացատրություն տալ դրան, այդպես չգիտեմ, հա, բայց առաջ տարնում եմ, հա։ Առաջատարներից ես ու մշտապես պահանջված ես ու նաև կան խոսույթներ, որ դու ունենալով մտերմիկ հարաբերություններ ռեստորանատերերի հետ, այդ կերպ ապահովում ես քո մասնակցությունն ու աշխատանքի զբաղվածությունը։ Ավելի կոնկրետ ասեմ, ռեստորանների տերերն են ցանկանում հարաբերություններ հետս ունենալ, որպեսզի ես իրենց հետ համագործակցեմ։ Ես նման խնդիր չունեմ, առասարակ չունեմ խնդիր։ Հա, միանշանակ, որովհետև իմ աշխատանքը բավականին է շատ ու լավն է ու անընդհատ։ Երեկոյան, երբ դու քեզ հետ միայնակ ես, տեսնում ես ոլորտում դաշտում քեզ մրցակիցներ։ Երբեք չեմ փնտրում, որպեսզի գտնեմ։ Արի փնտրենք։ Չեմ, ինձ հետաքրքիր չի։ Յուրաքանչյուր իր գործը անում է։ Մրցակից ում հետ մրցակցեմ կամ ով պետք է ինձ հետ մրցակցվի, բացարձակ չէ, նո։ Կան կրիտերիաներ, որոնցով առաջնորդվելով ընտրում ես, թե ով պետք է լինի կողքիդ։ Նախ պատվիրատուի կարծիքը շատ կարևոր է եւ ընտրությունը իրենցն է առաջին հերթին, բայց կան մարդիկ, ում հետ մեծ հաճույքով եմ աշխատում, մեծ հաճույքով։ Կան մարդիկ, որոնց հետ ուղղակի չես աշխատի։ Իհարկե։ Լինում են դեպքեր, որ ասում են, այս զուգընկերոջ հետ պետք է աշխատես կամ հա, այս հաղորդավարու հետ պետք է աշխատես, հրաժարվում, չեմ ուզում։ Որն է պատճառը։ Չեմ ուզում աշխատեմ իր հետ, հա, ասենք ինձ լավ չի, հարմար չի, կոմֆորտ չի։ Բայց ունեմ մարդիկ, ում հետ մեծ հաճույքով աշխատում եմ ու նույնիսկ սպասում եմ, երբ պետք է լինի նմանատիպ առաջարկ, որպեսզի միասին աշխատենք։ Շատ հաճախ նաև տեսնում ենք քո կողքին մարդիկ, ովքեր այդքան էլ հայտնի չեն։ Իհարկե հայտնի անուններին մշտապես գիտենք, գնահատում ենք, սիրում ենք Լուիզա Ներսիսյան, Լուիզա Ղամբարյան, Մաշան, մեր սիրելի ընկերը, բայց նաև շատ հաճախ
քեզ տեսնում ենք երիտասարդների հետ, ովքեր այդքան էլ հայտնիություն չեն, արդյոք առաքելությունն ես համարում քեզ հետ բեմ բարձրացնելով նրանց հայտնի դարձնելը։ Չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց հիմնական ում հետ աշխատում եմ, նրանք բոլորն էլ արհեստավարժ են, պրոֆեսիոնալ են, ամենակարևորը։ Պատահական մարդիկ ներողություն չեն հայտնվի կողքս, ես չեմ ընդունում դա։ Եթե քիչ ճանաչված են, դա չի նշանակում, որ լավը չեն։ Ես այդպես վատ բնավորությունն եմ, լավերի հետ եմ աշխատում։ Մեր օրերում նաև առաջ է եկել մի մասնագիտություն, որը կոչվում է wedding planner։ Ուզում եմ քո տեսակետները, կարծիքը լսել, ինչպիսին է քո կարծիքը նրանց արկայության մասով, որովհետև գիտենք նաև, որ այդ մարդիկ ձեզ հրավիրելով, այսպես կոչված միջնորդավորված հրավերի պարագայում, իրենք եւս ունենում են իրենց տոկոսները։ Ես չեմ վճարում որևէ մեկին տոկոսներ, իսկ իրենց ներկայությունը, իրենց արկայությունը, իրենց ստեղծվելը, հա, մեր հոգսը թեթևացրեցին ընդհանրապես հաղորդավարների, որտեղ նրանցից առաջ մենք էինք զբաղվում այդ ամենով, հա, կազմակերպչական աշխատանքները, հա, թայմինգ անելը եւ այլ։ Հիմա արդեն իրենք կան, մենք ավելի հանգիստ ենք ու մտածում ենք միայն մասնագիտության մասին, այլ ոչ թե կազմակերպչական աշխատանքների։ Նրանք որևէ հավելյալ գումար չեն գանձում, թեկուզ պատվիրատուից Սամվել Գրիգորյանի անվան տակ։ Չէ, այդպես ոնց կլինի։ Ես իմ հոնորարը ունեմ եւ ինձ հետ են իմ հարցերը։ Շատ հաճախ ես գիտեմ, որ կան նմանատիպ բաներ կան, բայց ես չեմ գիտենք, որ Սամվել Գրիգորյանի վարձավճարը 1000 դրամ է, իրենք ասում են Սամվել Գրիգորյանը պահանջել է 2000 դրամ։ Գուցե տենց բաներ կան, ես համենայնություն չեմ հանդիպել նման բանի, բայց չեմ կարծում, որովհետեւ իմ պատվիրատուն գիտի եւ արժեքը եւ աշխատանքը եւ ամեն ինչը։ Չեմ կարծում։ Ինքս դեմ եմ նմանատիպ բաներին, որովհետեւ հա բայց կա տենց բաներ, հա, գուցե չգիտեմ։ Նույնիսկ ասում է գուցե այն մարդիկ դեպքերից, երբ արտիստի պահանջած հոնորարի չափով ինքը տոկոս է վերցրել։ Դե եթե կարողանում եմ վերցնել, թող վերցնի, ինչ վատ է, փող աշխատում մարդը։ Բայց ես հենց եմ նայում հարցին, գուցե այն արտիստից են վերցնում, ովքեր որ գուցե խնդիր ունեն պահանջարկի, գուցե խնդիր ունեն աշխատանք ունենալու, հա, նրանց տալիս են աշխատանք, գուցե ինչ-որ տենց բաներ, բայց ներողություն էլի եթե կարելի է, ես չունեմ նմանատիպ խնդիր, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, նորմալ է եւ չկա որևէ մեկը, որ ինձ պետք է գործ տա, ես դրա համար իրեն գումար տամ, բացարձակ, լրիվ հակառակը։ Հարյուրավոր միջոցառումներ ես վարել, եղել է միջոցառում, որ մինչ օրս տպավորված ես դրանով։ Հաճախ լինում է, որ տպավորությունները իսկապես շատ լավն են լինում։ Ինչով ճոխությամբ, թե անկրկնելիությամբ։ Գիտես, ասատուր, այնքան կարևոր չի արժեքը, թե ինչ ծախսեր են արել, ինչ բյուջե կա, կարևորը ներսում լավ սեր կա ու այդ ամեն ինչը այնքան սիրուն հոտ է գալիս այդ ամեն ինչ, որ իսկապես տպավորվում է մարդու մեջ։ Դա ավելի հաճելի է լինում, քան թե, հա, եղել է, դեպքեր եղել է, որ նույնիսկ 4.5 միլիոն դոլարի բյուջեի հարսանյաց հանդես է եղել, Մոսկվայում եւս շատ եղել է դեպքեր, որ իսկապես մեծ գումարների, դրանք տպավորությունը, հա, դե իսկապես շքեղություն է, բան սիրուն է, շատ լավ կազմակերպված է եւ այլն, այդ ամեն ինչը սիրուն է եւ դա սովորական երևույթ է։ Բայց երբ որ տեսնում ես երկու շատ լավ երիտասարդներ, որոնք իսկապես իրար շատ սիրում են, իրանք գտել են իրար, Աստված ստեղծել է այդ հնարավորությունը, որպեսզի իրանք ստեղծեն իրանց ընտանիքը, այդ վարելուց էլ ավելի ոգևորվում ես ու ավելի լավ ես քեզ զգում, քան ասենք միլիոնների, հետո անցնում ամիսներ ու լսում ես, որ ցավոք սրտի ամուսնալուծվեցին։ Այնպես որ տպավորություններս ավելի շատ այդ լավ երեխեքի լավ օրեր առաջ, մի 2-3 օր առաջ Անահիտ Կիրակոսյանի հետ միասին վարում էինք հարսանիք, այդ երեխեքից սերը թափվում էր իրանց, թե ինչքան լավն էին իրանք, այնքան տպավորված էինք, այնքան լավ էմոցիաներ ենք ստացել իրենց հետ միասին, նույնիսկ հարսանիքը վերջացրել չէինք ուզում գնայինք, այդ նույնիսկ այդ բանը։ Աուրան ավելի լավ։ Միանշանակ էր։ Դա ավելի կարևոր է, քան այդ շքեղությունները, բաները, որ ընդհանրապես ժամերի համար ընդհանրապես։ Վերջանում հարսանիք, праздник закончился, էլի, հա, վերջանում ամեն ինչ վերջանում է։ Սամվել, իմ տաղավարում Մաշան պատմում էր իր ավիոֆոբիայի մասին, ու մենք բարձեցինք, որ այդ ամենի մեղավորն ու պատասխանատուն հենց դու էիր։ Գուցե երևի։ Ես ինքս վախում եմ թռիչքից ու բարձրությունից վախում եմ։ Ինչից ես վախենում։ Բաներ էր պատմում Մաշան, որ ես չէի ուզում հավատալ, ասում էր իկոնկաներով Սամոն նստում է։ Միանշանակ է, կեսել պապատկերներ, բան պետք է աղոթագիրք պետք է այդպես լինի, թռիչքի համար հատուկ աղոթքներ եւ այլ դուն դարձի աղոթքներ, դրանք այդ ամեն ինչը սախ։ Նու վախ ունեմ, բարձրությունից երևի թե վախ ու դա էլ պատճառը երևի թե ինքնաթիռներից շատ վախենում եմ։ Ու միջորս
որ Մաշան վախեցավ, Մաշայի ես դիտել եմ հաղորդումը նայեցի։ Դե շատ վատներ թրիչքի, իսկապես շատ վատներ էին աստիճանի, որ շատ անսպասելիորեն ձայն եկավ, շատ տպավորությունը, որ հեսա անգնելու ենք, էլի։ Բոլորը մամա էին գոռում, ես գոռում էի Մաշա։ Դու մարդ ես, ով ամեն երեկո զարդարում է իր խոսքով այլոց առօրյան կենցաղը ու խոսացող արտիստները կարծես թե լիցքաթափվում են ու գալիս է պահ, երբ ինքդ ունես այդ լիցքավորման անհրաժեշտությունը։ Որն է քո լիցքավորումը։ Իմ ընտանիքը։ Ասած ջան, ունեմ շատ լավ ընտանիք։ Երկու շունիկ ունեմ, իրանց հետ տենց լավ ժամանակ եմ անցկացնում, լրիվ չարջ են իրանք իմ, նստում եմ զերածկայի իրանց հետ շփվում եմ, ունեմ շատ լավ կին, լավ երեխաներ, իհարկե ցավոք Նարես, Միացյալ Նահանգներում այդպես հեռախոսակապով ենք իր հետ շփվում, տեսակապով, բայց Նարեկը հարսիկիս հետ միասին ենք հաճախ գալիս են մեզ մոտ, այդպես լիցքավորում եմ ընտանիքում, տանը։ Ընտանեկան ջերմությունը նշանակ իհարկե զրոյացնում է ամբողջ օգնածությունը։ Առասարակ, երբ խոսում ես տղամարդու ամենամեծ ու լավագույն ձեռքբերումը իր կյանքի ինչ, ընտանիքն է միանշանակ։ Մեքենա, հարստություն, տուն կամ դղյակներ կամ ինչ-որ բաներ դա երբեք հետաքրքրություն չի առաջացնում։ Իմ մոտ ամենայն դեպս, հա։ Իմ կարծիքով երևի թե լավագույն ձեռքբերումը դա լավ ընտանիք ստեղծելն է։ Լավ դաստիարակված երեխաներ ունենաս, լավ կին ունենաս, որը հոգատար լինի, համբերատար լինի, շատ կարևոր է։ Մեր պարագայում, մեր մասնագիտության մեջ շատ կարևոր է դա։ Երբ որ նայում ես, տեսնում ես, որ քո ընտանիք, քո ձևավորված ընտանիքի արդյունքում կան երկու մարդիկ, ովքեր կրթված են, դաստիարակված են, հավատքով են, ազնիվ են, բարի են, արդեն այն որ նպատակներից իրականացումը, դա է իմ կարծիքով ամենամեծ ու լավագույն ձեռքբերումը։ Ամենայն սիրով ու ջերմությամբ ես խոսում ընտանիքի մասին, ընտանիքի մոդելի մասին։ Դրան զուգահեռ հիմա հարց եմ ուզում տալ։ Ամբողջ օրը դու շրջապատված ես գեղեցկուհիներով, գործընկերներով, խանդի տեսարաններ եղել են։ Սկզբնական ժամանակներում, հա, երբ որ նոր էինք ամուսնացել, ու այն ժամանակ եւս ներողություն հայտնի էի ու նմանատիպ բաներ երևի թե թեթև, բայց երբ որ կա սեր, ներողություն, գրագիտություն, կրթություն, բնականաբար դրանք երկրորդ պլանում են հայտնվում այդ ամեն ինչ, այդ խանդ բան եւ այլն, անիմաստ են դառնում։ Քո թույլտվությամբ գալու եմ անձնական կյանքի մի քանի հատվածների, որոնց մասին ինքդ նաև խոսել ես բաց աղբյուրներում։ Դու հայկական շոու բիզնեսի ամենաշատ քննադատված, մեկնաբանված արտիստներից մեկն ես, որ միանգամից իր մաշկի վրա զգացել է այդ ամբողջ թույնը, մաղձը, ինչ ազգում մարդը այդ ամենից ուժեղանում է թե թուլանում։ Դաստիարակվում է երևի թե տեսակավորվում է գուցեև։ Ես թեթև եմ նայում նմանատիպ բաներին։ Շատ չեմ ցավով չեմ տանում, տարապում։ Արդյոք։ Հա։ Սկզբում գուցե մի քիչ ինչ-որ բաներ։ Բայց գիտեմ մի ցավալի դեպքի մասին։ Որ քեզ վրա համակարգված այդ հարձակումների արդյունքում դու փորձել ես կյանքիդ վերջ տալ։ Եղել է տենց բան, դա սկզբնական ժամանակներն են, հետո բնականաբար ադապտացվեցինք ու ամեն ինչ նորմալ է։ Չեմ ուզում այդ թեմայի շուրջ խոսել։ Դու մարդ ես, ով Փառք Աստծո տարիներ առաջ հաղթահարել է քաղցկեղ։ Նայել մահվան աչքերին ու հաղթահարել այդ ամենը։ Ոնց է գալիս այդ ամենը հաղթահարած մարդը նման մտքի։ Դե երբ որ ստրեսերի մեջ ես լինում, գուցե եւ առանց գիտակցելու քայլեր փորձում ես անել կամ մտածում ես այդ ուղղությամբ, բայց նորից եմ կրկնում, չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ, նաեւ քաղցկեղի մասին էլ չեմ ուզում խոսել։ Մի քիչ շատ վերջին ժամանակներս խոսեց այդ մասին, ինձ ոչ կոմֆորտ է, հա։ Մի վերջին հարց ու վերջ։ Ինչ ազգում մարդը, երբ բժիշկը կանգնում է իր առջև ու ասում քեզ մնացել է հաշված ժամանակ։ Չեմ կարող դա բառերով մեկնաբանեմ, պատկերացում ունես, ինքդ էլ կարող ես պատկերացնել հերու քեզանից շատ հերու քեզանից, պատկերացնում ես նմանատիպ բան ասում է բժիշկը, ինչ կարող է մարդը ապրի։ Աչքերիս առջև ընտանիքը, երեխաները, կինը, կիսատ գործերը, փակենք այդ թեման, խնդրում եմ, արի ավելի հետաքրքիր լավ բաներից խոսենք։
Բայց նաև վստահաբար քո խոսքից Գիտեք, Ասատուր ջան, սենց ասեմ, որքան տեսակ մարդ, այնքան տեսակ կարծիք եւ մեկնաբանություն։ Եթե ամեն մեկին ուշադրություն դարձնես, բնականաբար մեղք ես, կտանջվես։ Իսկ գտել ես քո մեջ այդ բանալին, թե ինչ են զգում, ինչ բավարարվածություն են զգում, երբ վիրավորում են։ Աստված իրանց հետ թող իրենց դատը Աստծո կողմից լինի, ես շատ չասեցինք Աստված իրանց հետ, գուցե Աստված մեր հետ։ Աստված մեզ հետ միշտ էլ կա, միշտ էլ լինելու է, որովհետև մենք ազնիվ ենք ու բարի ենք ու չարը չենք կամենում որևէ մեկին։ Մեկնաբանությունների մեջ մեկ հատ այդպես ես ինքս ցանկացա որպեսի շրջանցենք թեման, բայց մեկնաբանությունների մեջ մի անգամ կարդացի պատկառելի կին, հա, նայում ես դեմքին էլ նայում ես այդպես մտավորական գուցե, հա, բայց ներողություն իր ապարագայում հաստատ շակերտների մեջ գրելա լսել եմ ռակես, երբևէ սատկելու բրծնենք։ Նենց մեղքս եկավ այդ կինը։ Աստված բարություն չի տվել, չարություն ա տվել, պատկերացնում եք ինչ դժվար է իր կյանքը, ինչ մեղք կա ինքը։ Եվ իր սերունդները, որ դաստիարակում են նման կնոջ Հովանու ներքո այսպես կոչված։ Աստծո կխնդրեմ որ մի փոքր բարություն ես կնոջ մեջ լաց։ Ընդհանրապես։ Հա, ես շնորհակալ եմ Աստծուն Փարքերոջի, ես ապակինվեցի, ուժեղացա, ամեն ինչ նորմալ է, ինքս շարունակում եմ կյանքս, ամեն ինչ շատ լավ է, բայց ինքն էլ շարունակում է չար ապրել, վատ խոսքերով։ Աստված իր հետ։ Այդ չարությունը նոր է մտել մեր կենսակերպ, թե միշտ եղել է։ Գուցե դիմակները բացվեց, այդպես էլ նայենք։ Նախկինում էլ կար ուղղակի վախենում է։ Իհարկե, իսկ ով ասում որ ոչ։ Գուցե ինչ որ բաներ կային, ստերեոտիպներ կային, որ թույլ չէին տալիս իրենք դրա մասին տենց բարձր խոսելու, հա։ Ամոթ կար, խիղճ կար, բան կար, ինչ որ տենց հիմա չէ, հիմա երևի թե ազատ են դեմոկրատիա հասկացությունը, երևի թե խոսքի ազատությունը տվեց նաև չարությունը դուրս գալու, գուցե։ Դե լավը միշտ լավ եղել, լավ մնում, հա, վատը եղել, վատն էլ դիմակը բացվեց ավելի բարձ եղավ ամեն ինչ էլ։ Գիտեմ, որ նաև մի բանի պակաս ես շատ զգում մեր օրյա կյանքում։ Ինչի։ Շնորհակալության ու ներողության։ Մամայիս խոսքերն էր, որ անընդհատ ասում էր, որ օրվա ընթացքում գոնե ամենապակասը 20 անգամ ներողություն բառը պետք է օգտագործեք ու 20 անգամ շնորհակալություն բառը պետք է օգտագործեք։ Ցավոք սրտի երևի թե այդ խոսքերը մի փոքր մեր բառամթերքից դուրս է գալիս, ոնց որ։ Ինչ անենք, որ նորից ետ գա մեր բառամթերքը։ Այնքան բան կա անելու այդ ամենը վերադառնալու համար, Ասատուր ջան, մենք ես ու դու մենք միասին չենք կարող դա։ Դե արդյոք պիտի ամեն մեկս մեզանից դա մանկապարտեզից պետք է սկսվի, որպեսզի ճիշտ դաստիարակվի, ճիշտ մեծանա մարդը, որպեսզի շնորհակալ լինի ու ներողամիտ լինի։ Երբ հիշում եմ տարիներ առաջ դու առավել ակտիվ էիր երգարվեստում, երգում էիր, շատ գեղեցիկ ստեղծագործություններ էիր մատուցում, կես կատակ, կես լուրջ, ինչպես դու ես սիրում ասել, ոչ թե երգիչ, այլ էստրադայի արտիստ որպես։ Հաճախ նաև քննադատում էին դրա համար, որ նա շատ ավելի լավ հաղորդավար արտիստ է, այլ ոչ թե երգիչ, ինչի է երգում։ Հակառակն էին ասում, ավելի լավ է որպես երգիչ, քան որպես հաղորդավար։ Յուրաքանչյուրը իր կարծիքը ունի։ Հիմա այսօր մենք հաճախ տեսնում ենք երգիչ, որը եթե մեր համեստ կարողություններով գնահատենք, պիտի չերգի։ Դրան ինչից հասանք։ Ասատուր ջան, ես հարցին այս տեսակ եմ նայում, եթե ունի ակնդիր, եթե կա մարդ ով սիրում է իրան, լսում է, ուրեմն թող երգի։ Բայց արդյոք արտիստը չունի առաքելություն Համաձայն եմ դաստիարակելու, կրթելու, իջնելու այդ շրիշակի մակարդակին։ Ես համաձայն եմ, դրա համար նորից եմ ասում, մենք սկզբում խոսեցինք ռեստորանում ազատություն է, ով ինչ ուզում է թող անի, դա եթեր թող չէ։ Բայց եթեր է։ Այսօր ներողություն ցավոք սրտի մեր հերոսատեսությունը ինքը խնդիրներ ունի, էլի, հա, շատ ու շատ։ Եթե այդպես տնենք նայենք, այնքան խնդիրներ կա, բա խոսքը, հաղորդավարների խոսքը, հերոստահաղորդավարների խոսքը։ Ներողություն լեզվի առատ ունեցող մարդիկ այսօր լուրեր են բարում։ Մենք դա չենք նկատում ենք, որ երգիչը վատ է երգում կամ ինչ-որ բան անում։ Ասացիր, ես հենց հիմա հիշեցի, ռադիոյով ամեն առավոտյան լսում եմ, ցավոք սրտի իմ աշխատանքի գալու ու սուրճ խմելու ժամն է լինում, լուրերի ժամին, թե որքան սխալներով
լեզվական արատը դեռ մի կողմ բնական է դա, չնայած չպիտի եթերում լինի, անընդհատ սխալվելով, ու ես չգիտես ինչի ամեն օր առավոտյան նորից միացնում եմ ու սպասում եմ, որ այդ մարդը երևի թե կգնա այլ աշխատանքի, էլի, լուրեր չի վարի, բայց չէ, անընդհատ է։ Ցավոք սրտի այդ խնդիրը մենք ունենք։ Գիտես, CNN-ը ինքը լրատվամիջոց է, չէ, լրատվական ալիքա ու համաշխարհային մեծալիքա, բայց նաև բրիտանական մաքուր անգլերենի դասընթացների համար է նա։ Բայց յուրաքանչյուր ոք կարող է լսել եւ մաքուր իսկական բրիտանական անգլերենը սովորել։ Այսինքն իրենք նաև սում են, հա, կրթում են նաև։ Մեզ մոտ դա հաշվի չի առնվում եւ մեզ մոտ եթերում իսկապես կարող է հանդիպես հաղորդավարի, որը սխալ շեշտադրումներ կամ բառամաթերքը սխալ եւ այլ լիքը խնդիրներ ու խնդիրներ կան։ Ու դրա կողքին էլ կարող է ծաղրվի, քննադատվի այն կիրթը։ Այո։ Բայց ինչ խեղճուկրակ ռեստորանում երկող մեկին ասում ենք, էս sense չի, երկում նես չի։ Թող երկի էլի, փողը առնի, ինչ է եղել որ։ Սամվել ռանդևուի այս հատվածում բլից։ Ամենասիրելի խմիչքդ ո՞րն է։ Կարևոր չի խմիչքը, կարևորը ում հետ եմ խմում, թե չէ ինչ եմ խմում, էական չի։ Իսկ այդ ումի շրջանակը լայնա թե նեղ։ Լայն է լա, նեղել է, նայած օր, նայած դրամատրություն։ Ամենամեծ հիասթափությունդ։ Այդ տենց մեծ հիասթափություն չեմ ունեցել իմ կյանքում։ Արարք, որ գործել ես ու մինչ օրս քեզ չես ներում դրա համար։ Շատ են եղել։ Յուրաքանչյուրի կյանքում նմանատիպ բաներ լինում են, երբ որ երիտասարդ ես լինում, անփորձ ես լինում, չհասկանալով, չգիտակցելով սխալ քայլեր ես թույլ տալիս, հետո գալիս է ժամանակ, որ ասում ես այսպես կարող չլիներ, եթե չլիներ ավելի լավ կլիներ։ Բայց դե գիտես ցանկացած սխալ քայլ դա մեզ ինքնադաստիարակություն է, դա, հա։ Սխալ քայլը պետք է անես, որպեսզի ճիշտը հասկանալով հետագայում արդեն չսխալվես, հա։ Գիտակցես։ Կա բնավորության գիծ, որ կուզեիր իսպառ բացակայեր քեզ մոտ։ Վերացնեիր։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Գուցե մեկ ուրիշը պատասխանի իմ փոխարեն այդ հարցին։ Չգիտեմ, չգիտեմ։ Քո մասին լսած ամենածիծաղելի ասեկո սցենարի հիշենք։ Չգիտեմ, չեմ կարողանում մտաբերել հիմա։ Դե եղել են տենց բաներ, հա։ Մյուս անգամ որ գամ հյուր, գուցե տենց կհավաքեմ, հա, բագաժ կունենամ հետս նմանատիպ հարցերի պատասխանների համար։ Եթե այսօր հանդիպեիր 18 տարեկան Սամվելին, ինչ կասեիր։ Կասեի ճիշտ ես ապրում, շարունակեն ինձ ձևով։ Կամ արտում կուզեիր ինչ-որ բան ասել, բայց ցավոք չես հասցրել։ Կա պապայիս մենք առանցին ենք ապրել երկար տարիներ ու հիմա այնքան ցավ կա ներսումս, որ պապայի հետ քիչ եմ ժամանակ անցկացրել, քիչ ենք շփվել, պապա բառը քիչ եմ օգտագործել, ցավում եմ շատ կուզեի, հա, այդպես։ Ինչ կասեիր այսօր, եթե տեսնեիր իրեն։ Շնորհակալություն կհայտնեի, շատ։ Չնայած վերջին ամիսներին շփումը շատ էր, շփվում էինք, շատ ցավալի էր իհարկե դա, երբ որ գիտես, որ շուտով պետք է կորցնես, ես անընդհատ պապա բառն էի ասում, պապա, որովհետև փոքր տարիքում, երիտասարդ տարիքում չես օգտագործել, չի բառամաթերքից թամված է եղել, որովհետև շփում չի եղել, անընդհատ պապա էի ասում, կարոտ էի առնում այդ բառի, Ինչպես Մաշան զանգեց Սամվել Գրիգորյանին, այս պահին առաջարկելու եմ քեզ առաջարկել իմ հետագա թողարկումներից մեկի հյուրին։ Անահիտին Կիրակոսյան։ Եղել է։ Չի եղել։ Ահա։ Նկարարում անա։ Привет, Անահիտ ջան։ Բարև։ Ոնց ես սիրուն ջան։ Լավ, չավտան, դու ոնց ես։ Լավ, Անահիտ ջան։ Ուրեմն հիմա եթերում եմ, հա, միած sense հարց քեզ։ Ասատուրի մոտ այդ ռանդևու ծրագիր կա, գիտես 168-ի։ Ահա, մենք ուզում ենք, որպեսզի հաջորդ հյուրը լինես դու։ Հիմա եթերում ես դու։ Հետարքիր հարցազրույց է, այդպես նստում ես, զրուցում ես ասատուրի հետ միասին։ Դե օր որոշենք, Սամվել ջան։ Ամենակարևորը դու քո համաձայնությունը տալիս ես, հետո ասատուրը կզանգարի կպայմանավորվեք արդեն։ Այս ամեն ինչի եւ թեմա հիմա։ Всё, դե պաչիկներն եմ քեզ անում, ասատուրը կապտվի քո հետ։ Պակա։ Շնորհակալություն, անկանխատեսելի Անահիտ Կիրակոսյանը կրկին անակնկալի եկավ։
Այո, Անահիտը լավն է շատ։ Հրաշալի մայր, հրաշալի արտիստուհի։ Շնորհակալ եմ քեզ գեղեցիկ զրույցի, լավ հյուրի, անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար, ներողություն որ մի փոքր չէր ստացվում գալը, հա։ Ընդհանրապես օրվա գրաֆիկից է կախված անընդհատ շատ է դա իր պատճառը թե չէ, սիրով ու աճեգով։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանն էր։ Շարունակեք հետևել 168-ին, կհանդիպենք։